Բարի երեկո, եթերում առաջին լրատվականի գլխավոր թողարկումն է, ես Քրիստինե Մելքոնյանն եմ, օրվա գլխավոր լուրերը նախ համառոտ։ Այսօր հայրենիքի պաշտպանի օրն է, թեև հայկական տոնացույցում այսօրը կարմիր չէ եւ պաշտոնապես չենք նշում, սակայն փետրվարի 23-ը մեզանում միշտ էլ հատուկ վերաբերմունքի է արժանանում։ Պաշտոնյաներն ու հասարակ քաղաքացիներ թարմ ծաղիկներ են տանում անհայտ զինվորի անմար կրակի մոտ։ Լինել թե չլինել, հարցի պատասխանը փնտրել ու գտել են ՀՀՇ 18-րդ եւ վերջին համագումարում։ Կուսակցությունն այսուհետև ՀԱԿ է կոչվելու։ 25 տարի առաջ այս օրերին Ղարաբաղի հայերը բարձրացրին իրենց ձայնը հանուն ազատության եւ ընդդեմ բռնության ցանկացած դրսեւորման։ Ղարաբաղյան շարժման հոբելյանի առիթով Արցախի իշխանություններին ու ժողովրդին շնորհավորել է կոնգրեսական Ֆրենկ Ֆալոնն ու նշել. անկախ Ղարաբաղի կողքին է միջազգային ճանաչման ուղղված ջանքերում։ Դաս ավակ եղբորից թուրք առաջադեմ մտավորականներն ու իրավապաշտպանները ադրբեջանական խորհրդարանականներին մեղադրել են ռասիզմի մեջ, իսկ Իլհամ Ալիևին կոչ արել դադարեցնել գրող Էքրեմ Այլսլիի հալածանքը։ Ռադիոակտիվ արտահոսք ամերիկյան Վաշինգտոն նահանգում մասնագետներն ահազանգում են, որ թափոնները կարող են լցվել Կոլումբիա գետը։ 3D ոչ միայն կինոթատրոններում, այլև բժշկության մեջ եռաչափ տպիչի միջոցով ստեղծվել է առաջին արհեստական ականջը։ Փետրվարի 23 Հայաստանի տոնացույցում կարմիր չէ, բայց շատերն են այսօր միմյանց շնորհավորել բանակի կամ ուղղակի տղամարդկանց օրվա առիթով։ Հայ սպաները, որ ծառայել են ու հմտացել խորհրդային բանակում, վստահ են, իսկական զինվորականի համար փետրվարի 23-ը տոն է անկախ դրա ծագումից։ Փետրվարի 23-ը հիշում են բոլորը, ում համար թանկ է սեփական երկրի ու ժողովրդի պատմությունը։ Նրանք, ովքեր կռվել են հայրենական մեծ պատերազմում կամ պարզապես ծառայել խորհրդային բանակում։ Այսօրը կոչում ենք հայրենիքի պաշտպանի օր։ Հայրենիքի պաշտպանի օրվա կապակցությամբ հաղթանակ զբոսայգի էին այցելել պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, զինված ուժերի գլխավոր շտաբի պետ գեներալ գնդապետ Յուրի Խաչատուրովը, Հայաստանում Ռուսաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն, Հայաստանի եւ Ռուսաստանի զինված ուժերի բարձրաստիճան սպաներ ու զինծառայողներ, դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներ։ Նրանք ծաղկեպսակներ ու ծաղիկներ են դրել անհայտ զինվորի հուշաքարին, հարգանքի տուրք մատուցելով հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակին։ Միջոցառումն ավարտվել է հայ եւ ռուս զինծառայողների հանդիսավոր քայլերթով։ Յուրովի հարազատ տոն է, մանավանդ այն սպաների համար, ովքեր որ ծառայել են խորհրդային բանակում եւ այնուհետեւ անցում են կատարել հայկական բանակի եւ իհարկե այսօրը մենք մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանի Դաշնության դեսպանության եւ նաեւ այստեղ տեղակայված զորքերի հետ միասին ենք տոնում, որովհետեւ իրենց տոնն է, բանակի օրն է, հայրենիքի պաշտպանի օրն է։ Ընդ որում նաեւ ասեմ, որ հայրենիքի պաշտպանի օրը այսօր նաեւ նշում է Լեռնային Ղարաբաղում։ Ես շնորհավորում եմ մեր հայրենիքի բոլոր պաշտպաններին այսօրվա կապակցությամբ եւ ցանկանում ամենալավն ու բարին, թող մեր սահմանները լինեն ամուր եւ մեր ժողովուրդը ապրի միայն ու միայն խաղաղ պայմաններում։ Պաշտպանության նախարարն անդրադարձել է նաև մեր ազգային բանակի մարտունակությանը, դարձյալ զսպվածության կոչ արել հակառակորդին, չխախտել հրադադարը եւ չխոչընդոտել խնդրի խաղաղ հանգուցալուծմանը։ Մեր հայրենիքի պաշտպանների մարտունակությունը, ասել է թե հայկական բանակի այսօրվա մարտական պատրաստականության մակարդակը երևում է այն խնդիրներով, որ նա կատարում է այսօր առաջին հերթին մարտական հերթապահությամբ մեր սահմաններն է պաշտպանում եւ նաեւ օրըստօրե զարգացնելով եւ ազգային պաշտպանական երաշխիքները եւ միջազգային պաշտպանական երաշխիքները, նա երկարատև խաղաղության պայմաններ է այսպես ապահովում եւ Հայաստանի համար եւ նաեւ մեր տարածաշրջանում։ Եվ ես կոչ կանեի մեր հակառակորդներին, որոնք որ փորձում են յուրաքանչյուր պահ ընտրել եւ յուրաքանչյուր պահ օգտագործել լարվածություն ստեղծելու սահմաններում եւ նաեւ Լեռնային Ղարաբաղի շփման գոտում, որպեսզի պաշտպանեն հրադադարի պայմանները, որովհետեւ միայն ու միայն այդպես մենք կարող ենք ստեղծել վստահության եզրեր եւ ունենալ հաջողություններ նաեւ հակամարտության լուծման գործում։
Հայրենիքի պաշտպանի օրվա կապակցությամբ տնական համերգ է տեղի ունեցել Առնո Բաբաջանյան համերգասրահում, որին հրավիրված են եղել հայրենական պատերազմի վետերաններ, Հայաստանի և Ռուսաստանի զինված ուժերի դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ և պաշտոնյաներ։ Տոնակատարությունը ևս մեկ անգամ վերահաստատել է հայ-ռուսական բարեկամության կենսունակությունը, որը սնվում է նաև միասնական ջանքերով հայրենիքը պաշտպանողների հավատարմությունից։ Փետրվարի 23-ը 3 և այսօր եղել ու մնում է զինվորականների նվիրական տոնը, որը ոչ ավելորդ առիթ է գնահատանքի ու երախտիկի խոսքեր հնչեցնելու համար։ Մեր տոնական ցուցակում չկա 23-ը, բայց չեն կարող չտոնել, քանի որ համատեղ ռուսական զորքերի հետ եւ ապշե Ռուսաստանի հետ շատ լավ մենք հարաբերությունների մեջ ենք, ունենք զինվորական պայմանագրեր կնքված եւ այլն, դրա համար այսօրվա օրը, որ այսօր համատեղ կազմակերպված այս արարողությունը դա մեծ գնահատական է նրան, որ նշում ենք այսօրվա օրը, ուրախալ է, շատ ուրախալ է։ Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ Սերժ Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Իտալիայի նախագահ Ջորջո Նապոլիտանոն։ Իտալիայի ժողովրդի եւ անձամբ իմ անունից ցանկանում եմ ջերմորեն շնորհավորել ձեզ Հայաստանի Հանրապետության նախագահ վերընտրվելու կապակցությամբ։ Այս ընտրություններով Հայաստանը հաստատեց իր ժողովրդավարական լիարժեք հասունությունը, ինչի համար նույնպես շնորհավորում եմ։ Վստահ եմ, որ ձեր ղեկավարությամբ Հայաստանը կշարունակի ընթանալ տնտեսական եւ սոցիալական զարգացման, ինչպես նաեւ Եվրոպայի հետ մերձեցման իր ուղիով, որին Իտալիան վստահորեն աջակցում է։ Այս ոգով մեկ անգամ եւս շնորհավորում եմ ձեզ եւ մաղթում ամենայն հաջողություն այդ բարձր պաշտոնում, ասված է Իտալիայի նախագահի շնորհավորական ուղերձում։ Վերընտրվելու կապակցությամբ նախագահ Սարգսյանին շնորհավորել են նաեւ Ավստրիայի Դաշնային Հանրապետության նախագահ Հայնց Ֆիշերը։ Ձերդ գերազանցություն, իմ անկեղծ շնորհավորանքն եմ հղում ձեզ Հայաստանի Հանրապետության նախագահ վերընտրվելու կապակցությամբ։ Համոզված եմ, որ դուք ձեր պաշտոնավարման երկրորդ շրջանում ձեր ուժերը կշարունակեք ներդնել տնտեսական, սոցիալական եւ քաղաքական առումներով կայուն ու նաեւ խաղաղ Հայաստանի համար։ Հաճույքով եմ հիշում անցած տարի Հայաստան կատարած իմ այցելությունը։ Ես եւս մեկ անգամ ցանկանում եմ վերստին օգտագործել այս առիթը վերահաստատելու Ավստրիա կատարելիք ձեզ ուղղված իմ հրավերը, ասված է Ավստրիայի նախագահի ուղերձում։ Նախագահ Սարգսյանին շնորհավորական նամակ է հղել նաև Շարլ Ազնավուրը։ Մեծարգո պարոն նախագահ, շնորհավորում եմ ձեզ Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ։ Ձեր իմաստությունը, անկոտրում կամքն ու վճռականությունը, անձնուրաց նվիրվածությունը հայրենիքին եւ հայ ժողովրդին անգնահատելի են լուրջ մարտահրավերների ու սպառնալիքների առջև կանգնած մեր երկրի համար։ Ուզում եմ մաղթել ձեզ քաջառողջություն, ուժ եւ եռանդ Հայաստանի եւ ամբողջ ժողովրդի բարօրությանն ուղղված ձեր ամենօրյա դժվարին աշխատանքում նորանոր հաջողությունների հասնելու համար, ասված է Շարլ Ազնավուրի շնորհավորական նամակում։ Սերժ Սարգսյանին շնորհավորել են նաեւ Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը։ Օտարերկրապետությունների ղեկավարներից բացի նախագահ Սարգսյանը շարունակում է բազմաթիվ շնորհավորանքներ ստանալ միջազգային կազմակերպություններից, Հայաստանի եւ արտասահմանյան հայկական կազմակերպություններից, մտավորականներից ու տարբեր պաշտոնատար անձանցից։ Հանրապետության նախագահին շնորհավորել են Հայկական բարեգործական ընդհանուր միության նախագահ Բերտ Սեթրակյանը, Հայկազյան համալսարանի նախագահ, վերապատվելի Փոլ Հայտոսթյանը, Մերձավոր Արևելքի հայ ավետարանական եկեղեցիների միության նախագահ, վերապատվելի Մկրտիչ Կարագյոզյանը, Ամերիկայի հայկական համագումարի հոգաբարձուների խորհրդի նախագահ Հրայր Հովնանյանը, սփյուռքահայ մի շարք գործիչներ, Սփյուռքյան կառույցների ղեկավարներ, գործարարներ, բարերարներ Էդուարդո Էրնեկյանը, Վաչե Մանուկյանը, Արմեն Սարգսյանը, Արա Աբրահամյանը, Սամվել Կարապետյանը, Ալբեր Բոյաջյանը, Վահե Կարապետյանը, ինչպես նաև հայ մշակույթի անվանի գործիչներ։ ՀՀՇ-ն այսօր գումարել է 18-րդ համագումարը։ Օրակարգի հարցերը բազմազան էին, ընտրություններից հետո երկրում ստեղծված ներքաղաքական իրավիճակը մինչև քաղաքական այս ուժի վերանվանում։ Այս համագումարը ՀՀՇ-ի համար 18-րդն էր եւ վերջինը, քանի որ այսուհետ քաղաքական այս ուժը կոչվելու է Հայ ազգային կոնգրես։ Ինչն է անվերանվանման պատճառը, պատմում է Վահե Կոստանդյանը։ Լինել թե չլինել հանրահայտ հարցի պատասխանն էին փնտրում այսօր Հայոց համազգային շարժում կուսակցության 18-րդ համագումարում։ Երկրում ստեղծված նոր քաղաքական իրավիճակն, ինչպես նաև ՀՀՇ-ի աստիճանաբար պատմական անցյալ դառնալու փաստը մտահոգել էր կուսակցության առաջնորդներին ու համակիրներին։
Դեռևս 2 շաբաթ առաջ ՀՀՇ բոլոր կառույցներում բուռն քննարկումներ էին սկսվել Հայոց համազգային շարժումը Հայ ազգային կոնգրեսի վերանվանելու թեմայով։ Մենք կաշկանդված չենք միայն անունի հետ կապված, եթե պրոցեսը, եթե ընդլայնումը, եթե համախմբումը ոգևորում է այլոց եւ մեծացնում է, ակտիվացնում է շարժումը, այդ հաշվարկիներ ելնելով մենք կարծում ենք արժե գնալ փոփոխության։ ՀՀՇ-ականներին ներկայացված նոր գաղափարն ընդունելի էր մեծամասնության կողմից, հատկապես երիտասարդ սերնդի, քանի որ ըստ նրանց կուսակցության բարեփոխումներից շահելու է հենց կուսակցությունը համալրման տեսանկյունից, անվանափոխության գաղափարին դեմ էր ՀՀՇ վետերանների մի մասը, ինչն է խանգարում, որ բարեփոխումներն իրականություն դառնան, ՀՀՇ անվան տակ հարցը հուզում էր հատկապես Բաբկեն Արարքցյանին։ Եթե Հայոց համազգային շարժումը նույնպես միանում է այս ծրագրին, Միացյալ կուսակցություն ստեղծելու ծրագրին, ապա ամենաճիշտ տարբերակը այն է, զուտ տեխնիկական առումով, որ մենք դիմենք Հայոց համազգային շարժմանը անվանափոխման այս առաջարկով, որտեղ դա թույլ կտա շատ սեղմ ժամկետներում մեր շարքերը բերել մարտունակ վիճակի։ Մեզ փորձում են ներկայացնել, որ կամ 12,000 մարդ, որոնք ինչ-որ ակտիվիստներ են, ես այդքան էլ համոզված չեմ, որ այդ 12,000 մարդը վաղ ընթվազելով կան մտնեն այս փոխված կուսակցությունը, որ ՀՀՇ-ի անունը մի քիչ այսպես չէին մտնում, բայց հիմա որ ՀՀՇ-ն անունը կփոխի, այդ տեսեք այդ 12,000 մարդը կան կմտնեն։ Աստված կա կան մտնեն, ես դա կդարձնեմ։ Երկրորդը, մեզ ասում են, որ տեխնիկական հարց է, ուղղակի անունն ենք փոխում և վերջ։ Կներեք, ես արդում եմ որոշման նախագծի B կետը համագումարի նախադասության աշխատանքների թվում կազմակերպի առաջնային խնդրի համարել կուսակցության նոր ծրագրի և կանոնադրության նախագծերի մշակումը։ Այսինքն պետք է լինի նոր ծրագիր և կանոնադրություն։ Այսինքն ինչ է ստացվում։ Քիչ հետո մենք քվեարկենք, կդառնանք այդ կուսակցության անդամ, իսկ հետո արդեն կսկսենք նոր ծրագիր քննարկել, նոր կանոնադրություն։ Վիճահարույց հարցերի պատասխաններն ուներ Լևոն Տեր-Պետրոսյանը։ Նախ ՀՀՇ-ն իր գոյատևման ընթացքում ու հատկապես 2000 թվականից սկսած վերածվել էր ըստ Տեր-Պետրոսյանի գյուղական ակումբի, Հայ ազգային կոնգրես դաշինքն ըստ բանախոսի այլևս քայքայված է։ Վանո Սիրադերյանի նախագահությունից դուրս գալուց եւ երկիրը լքելուց հարկադրաբար հետո այս կուսակցությունը դարձել էր լավագույն դեպքում մի գեղական կլուբ։ Եթե չասենք աղանդ։ ՀՀՇ-ն ՀԱԿ կուսակցություն դարձնելու ծանրակշիռ մեկ հանգամանք ևս կա, անկեղծանում է ՀՀՇ ակունքներում կանգնած Հանրապետության նախկին նախագահը, կասկածի տակ դնելով 2000-ից 2007 թվականների որևէ ծանրակշիռ քայլ։ Չէր առաջացել ՀՀՇ-ի նկատմամբ, այդ անվան նկատմամբ ալերգիա։ Իհարկե առաջացել էր։ Չենք տեսել դա։ Մինչև 2007 թիվը շատ բնական է, ասում եմ, իշխանություն եք եղել, դժվարություններ է ունեցել մեր ժողովուրդը այդ տարիներին, մեր իշխանության տարիներին, նրա համար կարևոր չեն դու հաղթանակներ ես տարել, Ղարաբաղ ես ազատագրել, անկախություն, դա ոչինչ, դա պետք է աներ, քո պարտեր, բայց որ մեր հացն կտրել ես, չգիտեմ մենք ավելի վատ ենք ապրել, ուրեմն ես քո նկատմամբ տենց զզվանք ունեմ։ Զզվում էր, շատ բնական է, ես էլ կզզվեի այդ իշխանությունից։ Եթե առնվազն մեկ ամսում չհամախմբվեն ՀԱԿ դաշինքի համակիրները, հետագայում այլընտրանք չի լինելու և ՀՀՇ-ն Լևոն Տեր-Պետրոսյանի խոսքով կվերածվի թանգարանի, ինչ վերաբերում է հետընտրական մթնոլորտին, ապա համագումարը քննադատեց նախագահական ընտրությունների ընթացքը, հետընտրական զարգացումներում Լևոն Տեր-Պետրոսյանն առայժմ տեսնում է ժողովրդի գործը, բայց ոչ կոնկրետ քայլեր Ռաֆի Հովհաննիսյանի կողմից։ Դուք լինում եք, ես չեմ լինում այդ հրապարակում։ Դուք կարող եք հավաստել, որ այդ հրապարակի կեսից ավելին նույն էլի կոնգրեսի ժողովուրդն է։
Համագումարի վերջում ՀՀՇ պատվիրակները քվեարկությամբ 375 կողմ 6 դեմ 3 ձեռնպահ ձայներով հավանություն տվեցին ՀՀՇ-ն ՀԱԿ կուսակցության վերանվանելու նախաձեռնությանը։ Վահե Կոստանդյան, Արտակ Ղևոնդյան, Առաջին լրատվական։ Եվ շարունակելով ներքաղաքական զարգացումների թեման, Ժառանգություն կուսակցության առաջնորդ Ռաֆի Հովհաննիսյանը շարունակելով իր հանրահավաքային շարքը այսօր իր մարզային հանդիպումներն է սկսել Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքից։ Նախքան հանդիպումը Ռաֆի Հովհաննիսյանը նախ այցելել է Աշտարակի քաղաքապետարան ու հանդիպել քաղաքացիների հետ։ Դուրս գալուց հետո էլ հայտարարել է, թե քաղաքապետարանի շենքում տեսել է կուսակցության գրասենյակ, ինչն իր այցից հետո այլևս չի գործի։ Ռաֆի Հովհաննիսյանը հանրահավաքի ժամանակ նաև անդրադարձել է մարզպետների ինստիտուտին, ասելով, որ մարզպետները պետք է լինեն ընտրովի եւ ոչ թե նշանակովի, ինչը քայլ առաջ կլինի դեպի ժողովրդավար Հայաստան։ Ժառանգության առաջնորդը Աշտարակից հետո հանդիպումներ է ունեցել նաև Ապարանում, Սպիտակում, Վանաձորում եւ Գյումրիում։ Մեր նկարանող խումբը, որն ամբողջ օրվա ընթացքում ուղեկցել է Ռաֆի Հովհաննիսյանին, դեռ չի վերադարձել Երևան եւ մարզային հանդիպումներին մենք կանդրադառնանք առաջիկա թողարկումների ընթացքում։ Բնական ժառանգության շարժումը չի։ Հիմա մենք մեկ ազգ ենք, քաղաքացի, ոստիկան, ծառայող, լրագրող, երիտասարդ եւ ալահեր, եւ մենք զգում ենք, որ սա ոչ թե մի թեկնածուի հաղթանակներ, հայ ժողովուրդը ասում է, որ սա իմ քաղաքն է, սա իմ հրապարակն է, սա իմ բարևն է, իմ Աշտարակը եւ իմ Հայաստանի Հանրապետությունը։ Այս պայքարը պետք է դանենք խաղաղ, սահմանադրական, հետևողական եւ ոչ մեկը թող ձեզ չհամոզի, որ մենք հետ ենք կանգնելու։ Իդեպ Ռաֆի Հովհաննիսյանի այսօրվա մարզային հավաքների կազմակերպման համար ըստ ոստիկանության չեն պահպանվել անհրաժեշտ ընթացակարգերը, ինչն այդ հավաքները դուրս է դնում օրենքի շրջանակներից, եւ այդ մասին այսօրվա հանրահավաքների ընթացքում ոստիկանությունը իրազեկել է ինչպես հանրահավաքի կազմակերպիչներին, այնպես էլ մասնակիցներին։ Ժառանգություն կուսակցության ղեկավարի հավաքների առնչությամբ այսօր հայտարարությամբ է հանդես եկել Հայաստանի ոստիկանությունը։ Տեքստում մասնավորապես ասված է, որ ոստիկանությունը մեկ անգամ չէ, որ պարոն Ռաֆի Հովհաննիսյանին եւ նրա կողմից կազմակերպող հավաքների մասնակիցներին հիշեցրել է, որ որևէ պետությունում, այդ թվում Հայաստանում, չկա եւ չի կարող լինել իրավունք իրազեկում պահանջող հավաք անցկացնել առանց իրազեկման, հավաքվել այնտեղ, որտեղ կամենա ճակերտավոր հրամաններ տալ ոստիկանության ծառայողներին, չունենալով դրա լիազորությունները։ Ցավոք այս նախազգուշացումները դրանց հասցեատերերը չեն ընկալել։ Ոստիկանությունը նշում է, որ արդեն մի քանի տարի ձեռնարկում է բոլոր հնարավոր ջանքերը ապահովելու հավաքների լիարժեք ազատությունը սահմանադրության եւ օրենքների շրջանակներում, ինչպես նաեւ արմատավորելու համերաշխության փոխգործակցության մթնոլորտ հավաքների մասնակիցների եւ ոստիկանության միջև։ Փետրվարի 23-ին Ռաֆի Հովհաննիսյանը առանց իրազեկման հավաքներ է անցկացրել Աշտարակ, Ապարան, Սպիտակ, Վանաձոր եւ Գյումրի քաղաքներում։ Գյումրիում շարունակվում է։ Վաղը կրկին առանց իրազեկման հավաք է կազմակերպվելու Երևանի Ազատության հրապարակում։ Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը շեշտում է, որ ապօրինի հավաքների անցկացումը կարող է հանգեցնել անկառավարելիության, իրավունքների չարաշահման, բախումների, տարաբնույթ իրավախախտումների, երբ այլևս հնարավոր չի լինի ապահովել դրանց բնականon ու խաղաղ ընթացքը։ Հաշվի առնելով, որ Ռաֆի Հովհաննիսյանի կողմից կազմակերպված հավաքները ուղղակիորեն հակասության մեջ են մտնում հավաքների ազատության հետ, Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը անթույլատրելի զարգացումներից խուսափելու համար անհրաժեշտ է համարում իրազեկել Ռաֆի Հովհաննիսյանին զանգվածների կառավարման մեթոդաբանությունը, նկատի ունենալով, որ անօրինական հավաքները, իրավապահ մարմիններին չենթարկվելու ապօրինի կոչերը եւ հրահանգները, այլ ապօրինությունները հավաքների ժամանակ կարող են խթան հանդիսանալ բազում այլ ապօրինությունների համար եւ հանգեցնել անդառնալի հետևանքների, զրկելով ոստիկանությանը հավաքների խաղաղ ընթացքն ու հասարակական կարգը պահպանելու հնարավորությունից։ Այդ նպատակով Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը հայտնում է իր պատրաստակամությունը Ռաֆի Հովհաննիսյանի եւ նրա կողմնակիցների հետ քննարկելու վերոհիշյալ հարցերը, տեղեկացնելով նրանց իրենց այդ բնույթի գործողությունների հնարավոր հետևանքների մասին։
Հաջորդ թեմայի մասին Արցախի առաջնորդ Բակո Սահակյանին ուղղված նամակում Ղարաբաղյան շարժման քառորդ Դարյա Հոբելյանն է շնորհավորել կոնգրեսական Ֆրենկ Փալոնը։ 25 տարի առաջ այս օրերին Ղարաբաղի հայերը բարձրացրին իրենց ձայնը հանուն ազատության եւ ընդդեմ բռնության ցանկացած դրսևորման, հայտարարել է հայկական հարցերով հանձնախմբի համանախագահը։ Օրենսդիրը շեշտադրել է, որ Ղարաբաղի ազատագրության ճանապարհին առկա են խոչընդոտներ, որոնք սակայն չկարողացան կոտրել ժողովրդի վճռականությունը։ Սումգայիթյան ողբերգությունը եւ այլ քաղաքներում տեղի ունեցած բռնությունները փաստեցին ձեր ընտրած ճանապարհի ճշմարտացիությունը, այն է պահպանել ձեր յուրահատուկ ինքնությունը անկախ պետականության ճանապարհով, շեշտել է Փալոնը։ Նյու Ջերսիից օրենսդիրն իր շնորհավորանքներն ու բարեմաղթանքներն է փոխանցել հայ ժողովրդին, նշելով, որ կշարունակի կանգնել անկախ Ղարաբաղի կողքին միջազգային ճանաչմանն ուղղված ջանքերում։ Առայժմ ակնհայտ է, որ ադրբեջանական հասարակությունը պատրաստ չէ անաչառ քննարկել պատմությունն ու հարևանների հետ իր հարաբերությունները։ Այս մասին է վկայում հայերի հետ հաշտության մասին գրող ադրբեջանցի վիպասան Աքրամ Էյլիսլիի շարունակվող հալածանքը։ Այդուհանդերձ թուրքական որոշ հասարակական կազմակերպություններ ու կենտրոններ նամակով դիմել են Իլհամ Ալիևին գրողի դեմ արշավի կապակցությամբ, ադրբեջանական խորհրդարանականներին մեղադրելով ռասիզմի մեջ։ Հայկարամ Նահապետյանն է պատմում։ Մինչ Ադրբեջանի իրավապաշտպանները առանձնապես ակտիվ չեն 75-ամյա մտավորականի դեմ հետապնդումների դեմ բարձրաձայնելու առումով, Թուրքիայի գործընկերներն առաջ են անցնում։ Հելսինկիի քաղաքացիական ասոցիացիայի թուրքական գրասենյակը, ընդդեմ ռասիզմի նախաձեռնությունը, Թուրքիայի մարդու իրավունքների ասոցիացիան եւ պատմության հետ առերեսման թուրքական կենտրոնը նամակով դիմել են նախագահ Իլհամ Ալիևին գրող Էքրեմ Այլիսլիի դեմ արշավի կապակցությամբ։ Թուրքական կողմը նշել է, որ խիստ մտահոգ են հետապնդումների առիթով իրավապաշտպանները ադրբեջանական խորհրդարանականներին մեղադրել են ռասիզմի մեջ, մասնավորապես նշելով ռասիստական հայացքներով հայտնի պատգամավոր Մելահատ Իբրահիմ Քզն հայտարարել է, թե գրողը վիրավորել է ոչ միայն ադրբեջանցիներին, այլև համայն թուրք ազգին։ Սա ազդանշան էր ուղղված Թուրքիայի հասարակությանը եւ կարող է արշավ հրահրել տեղի հայ բնակիչների դեմ, նշել են իրավապաշտպանները։ Նամակում հիշեցնում են, որ իշխանությունները աշխատանքից հեռացրել են գրողի որդուն եւ գրադարանավարուհի տիկնոջը, վերջինս իդեպ ազգությամբ ռուսեր։ Դուք, պարոն նախագահ, սատարել եք Այլիսլիի դեմ արշավին, ստորագրելով նախագահական հրամանագիր, որով նրան զրկեցիք ժողովրդական գրող կոչումից, հիշեցնում են իրավապաշտպանները Իլհամ Ալիևին ուղարկված նամակում։ Роман очень интересный, потому что он много Հետաքրքիր վեպ է, քանի որ արտացոլում է մի շարք կարևոր իրողություններ, հատկապես այն, որ հայ-ադրբեջանական հակամարտությունը շատ ավելի բարդ է։ Ստացվում է, որ Ադրբեջանում կան տարբեր մարդիկ, մի մասը տառապում է հայատյացությունից, բայց կան նաև այնպիսիք, որոնք պատրաստ են իրենց մարդկային զգացումները ավելի վերդասել։ Վաշինգտոնյան CSIS ինստիտուտի աշխատակից Սերգեյ Մարկեդոնովը, ով օրերս ադրբեջանական քարոզչամեքենայի կողմից հերթական անգամ մեղադրվեց հայկական Սփյուռքի գործակալը լինելու մեջ, իրականում արտահայտում է անձնական տեսակետը, նույնիսկ իր սոցցանցային գրառումներում ծաղրելով մեղադրանքները, Մարկեդոնովը նաև զբաղված է Ադրբեջանում գրող Էլիսլիի դեմ ծավալվող արշավի ուսումնասիրությամբ։ Азербайджан тоже много заявляет о том, что пострадал от СССР, но ведь то, что происходит сейчас... Ադրբեջանը հաճախ հայտարարում է, թե տուժել է խորհրդային կարգերից, մինչդեռ այնինչ հիմա անում են Լենինյան տոտալիտար սկզբունքի վերակենդանացումն է, երբ գրողը պետք է գրեր ըստ կուսակցության պահանջի, իսկ եթե գրողը շեղվում է այդ պահանջից, ապա նրա հետ պետք է համապատասխան աշխատանք տարվի։ Փառք Ստալինյան սկզբունքներին դեռ չեն հասել, երբ մարդուն պարզապես վերացնում էին։ Փորձը ցույց է տալիս, որ գիրք վառելը գիրք գովազդելու լավագույն տարբերակն է, իսկ ադրբեջանցիներին Մարկեդոնովը խորհուրդ է տալիս գրքին գրքով պատասխանել ու ոչ թե նման մեթոդներով։ Հայկարամ Նահապետյան, առաջին լրատվական, Վաշինգտոն։ Ամերիկյան Վաշինգտոն նահանգում գտնվող ատոմային էլեկտրակայանից սկսվել է ռադիոակտիվ թափոնների արտահոսքը, այդ մասին տեղեկացրել է նահանգի իշխանությունը։ Հաստատվել է 6 կայաններից հոսքի մասին տեղեկությունը։ Մի քանի օր առաջ նահանգային իշխանությունը տեղեկացրել էր կայաններից մեկում նկատված արտահոսքի մասին եւ վստահեցրել, որ այն բնակիչների առողջության համար վտանգավոր չէ։ Լրատվամիջոցները սակայն մտավախություն ունեն, որ կայանները գտնվում են նահանգի համար խմելու ջրի աղբյուր հանդիսացող Կոլումբիա գետի մոտ եւ կայանների տարիքն արդեն անցել է 6 տասնամյակից։ Ատոմային էլեկտրակայանը փակվել է դեռևս 1980-ական թվականների վերջին։ Այնտեղ արտադրվել է 1945 թվականի Ճապոնիայի վրա նետված ատոմային ռումբերից մեկի պլուտոնիումը։ Միջազգային մյուս լուրերը տեսաշարով լրահոսին հետևում է Դավիթ Մուրադյանը։ Մարդկային օրգաններ հատուկ տպիչի միջոցով։
Մարդկային օրգանների փոխպատվաստումը շուտով կարող է հասնել նոր բարձունքների։ Միսիսիպի նահանգի Քորնել համալսարանի գիտնականները կարողացել են տպել մարդու ականջի մի օրինակ։ Նրանք օգտագործել են գերժամանակակից եռաչափ տպիչը։ Տպիչին միացրած նկարահանող սարքը սկզբում ստացել է ականջի եռաչափ պատկերը, իսկ հետո օգտագործելով կենդանի կովի բջիջներ, տպիչը սկսել է արտադրել ականջը։ Գիտնականները հույս են հայտնել, որ հետագայում հնարավոր կլինի ստանալ մարդու օրգանների առավել ճշգրիտ արտատպումներ եւ դրանց տպագրության համար կսկսեն օգտագործել արդեն մարդկային բջիջները։ Ուկրաինայի խորհրդարանը վերադարձել է աշխատանքի բնականոն հունին։ Մոտ 3 շաբաթ ընդդիմադիր ուժերի падգամավորները շրջափակված էին պահում Գերագույն Ռադայի ամբիոնը եւ թույլ չէին տալիս օրենսդիր մարմնին վերսկսել աշխատանքը։ Կառավարության հակառակորդները հիմնականում բողոքում են ուրիշների փոխարեն քվեարկելու եւ քվեարկության այլ խախտումների դեմ։ Իշխող ռեգիոնների կուսակցությունը փոխզիջման գնալով համաձայնել է փոփոխել քվեարկության կարգը եւ ամրագրել 1 падգամավոր 1 մանդատ բանաձևը։ Անդիմադիր եւ իշխանական ուժերը նաեւ ընդունել են հռչակագիր, ըստ որի Ուկրաինան ընտրել է զարգացման եվրոպական ուղին։ Եգիպտոսում շարունակվում է մահմեդական եղբայրների եւ նախագահ Մուհամմեդ Մուրսիի դեմ բողոքի ալիքը։ Հարյուրավոր եգիպտացիներ երկրի Գերագույն դատարանի շենքի դիմաց պահանջել են նորանշանակ գլխավոր դատախազի եւ կառավարության հրաժարականը։ Ցուցարարները նախագահ Մուրսիին մեղադրել են պետական կառույցների հանդեպ իր համախոհներին նշանակելու միջոցով կատարյալ վերահսկողություն սահմանելու ձգտման համար։ Անդիմադիրները հայտարարել են, թե Մուհամմեդ Մուրսին երկիրը կառավարում է նախկին իշխանության մեթոդներով։ Մուրսին մայիսին խորհրդարանի արտահերթ ընտրություն է նշանակել, հույս ունենալով այդպիսով վերջ դնել հասարակության պառակտմանը։ Սակայն վերլուծաբանները կասկածում են, թե այդ քայլը կլիցքաթափի դրությունը։ Բրազիլիայում 90 բանտարկյալներ պատանդ են վերցրել բանտի աշխատակիցներին։ Բանտարկյալները բողոքել են իրենց հարազատների հետ տեսակցության դաժան պայմանների դեմ։ Ըստ ազատազրկվածների բանտի աշխատակազմը նրանց մոտ է թողնում միայն հղի կանանց, այն էլ տեսակցության ընթացքում բանտապաններից մեկը ներկա է լինում սենյակում։ Ըստ իրավապահների պատանդներից ոչ մեկը չի տուժել։ Ոստիկանությունը բանակցում է բանտարկյալների հետ գերիներին ազատելու համար։ Դավիթ Մուրադյան, Առաջին լրատվական։ Երևանում գրքի համաշխարհային մայրաքաղաքում այսօր եզրափակվեց «Ես գիրք եմ ստեղծում» ծրագիրը։ Միջոցառումը կայացավ Խնկո Ապոր անվան մանկական գրադարանում։ Ծրագիրն իրականացվել է 2 փուլով՝ շարադրությունների եւ նկարչական մրցույթներով, որոնց մասնակցել է տարբեր տարիքի շուրջ 1000 դպրոցական, հանրապետության տարբեր մարզերից, նաեւ Արցախից։ Նկարչական լավագույն ստեղծագործությունների համար մրցանակների են արժանացել մի շարք դպրոցականներ, նախատեսված էր 1 գլխավոր եւ 4 խրախուսական մրցանակ, նաեւ դրամական պարգև։ Մասնակցության համար դասղեկս ասեց, որ պետքա տենց մրցույթի նկարնել տարան, այդ օրը շարադրության հիման վրա նկարեցի Գրիգոր Նարեկացու հոգին տարբեր գույների վրա։ Քան շարադրության հիման վրա չէր նկարի, ինչքան Աստվածմարության ողբերգության վրա։ Իմաստուն խաղի արմատներն ամենուր են եւ բարեբախտաբար դրանց ամրացման համար միշտ պարարտ հող կա։ Գանձաքարում սա Տավուշի գյուղերից է, ամեն տարի փետրվարին շախմատային տրամադրություն է տիրում։ Իրենց գիտելիքները ցուցադրելու ու հպարտանալու առիթ են ունենում իմաստուն խաղի վարպետներն ու սիրահարները։ Շախմատի ամենամյա մրցաշարը կազմակերպվում է ի հիշատակ գանձաքարցի գնդապետ Ռեմ Մարդանյանի։ Արդեն 4-րդ տարին է Իջևանի տարածքի Գանձաքար գյուղում ահել ու ջահել տղամարդիկ ձմռան վերջին ամսվա օրերը անցկացնում են շախմատի խաղատախտակի առջև։ Ոչ այն պատճառով, որ հոգսերից ու գործերից պարապ են, փետրվարին է ծնվել Արցախյան ազատամարտի ակտիվ մասնակից Գանձաքարցի գնդապետ Ռեմ Մարդանյանը, որը հիմա հանգչում է Եռաբլուրում։ Ռեմ Մարդանյանը Արցախյան հերոսամարտի տարիներին թողնելով իր բարձր պաշտոնը Ռուսաստանում վերադարձավ հայրենիք, զինվորագրվեց այդ մեծ պայքարին։ 6 տարի առաջ գյուղի կենտրոնում կիսանդրին տեղադրելուց հետո էլ համագյուղացիները նրա հիշատակին իրենց երախտիկը շարունակում են արտահայտել տարբեր ձեռնարկներով։ 4 տարի առաջ էլ ծնվեց շախմատի հուշամրցաշարի նախաձեռնությունը, որը գանձաքարցիների սրտով էր։ Շախմատն այստեղ վաղուց ամենասիրված մարզաձևն է։ Հրանտ Մելքումյանը խաղում է պատանի տարիքից։ Հուշամրցաշարի մասնակցելը նախ պատիվ է համարում։ Մասնակցում եմ լիվ խաղերի։ Շախմատը հանգստացնող նաև խաղ է։ Թեև Գանձաքարում շախմատ խաղում են նաև կանայք եւ աղջիկները, բայց տղամարդկանց հետ մրցած պարես դուրս չեն եկել։ Տարեստարի մասնակիցների թիվը ավելանում է, մրցանակները լրջանում, բայց գյուղացիները անկեղծանում են, մրցանակի համար չեն խաղում։ Կարևոր մասնակցությունն է։ Արդեն ավանդականի հավակնող մրցաշարի այս տարվա նորությունը դպրոցականների մասնակցությունն է։ Մինչ այդ նրանք հաղթահարել են եւս մի փորձություն։ Մեծերի հետ շախմատ խաղալը արտոնվել է դպրոցական փուլի հաղթողներին։ Նաև ռազմահայրենասիրական դաստիարակության խնդիր են լուծում դրանով եւ միաժամանակ շախմատի պրոպագանդումն էլ է այդտեղ իրականացվում։
15-ամյա Յուրի Դանիելյանը դպրոցի չեմպիոնն է, սկսել է խաղալ 8 տարեկանից, հայրն է սովորեցրել։ Նրան լրջորեն սկսել է գրավել իմաստուն խաղը։ Սիրում եմ, որ կոմբինացիոն խաղ են խաղում եւ հաղթանակներ տոնում։ Փոքրիկ շախմատասեր Արշակ Բեկնազարյանն իր առաջին պատասխանատու մրցաշարին է մասնակցում եւ ուրախ է այս հնարավորության համար։ Ես կուզեի Լևոն Արոնյանի նման խաղալ։ Հուշամրցաշարի ծախսերը հոգացել են Ռեմ Մարդանյանի ազգականները եւ ընկերները։ Հաղթողներին սպասում էին գավաթներ եւ բջջային հեռախոսներ, իսկ շախմատի խաղատախտակը խաղաքարերով նվեր ստացան բոլոր մասնակիցները։ Շախմատային կրքերը կթեժացնեն նաեւ ընտանեկան մթնոլորտը։ Գայանե Թամամյան, առաջին լրատվական։ Այսօր երեկոյան հայտնի կդառնա պատանի պարողների Եվրատեսիլում Հայաստանը ներկայացնող մասնակցի անունը։ Հիշեցնեմ, որ եզրափակիչ է դուրս եկել 11 պատանի, որոնք այսօր բացի անհատական ելույթներից հանդես կգան նաև յուրահատուկ խմբակային պարով, կցուցադրեն նաև զույգով եւ խմբով պարելու իրենց հմտությունները։ Մեր երկիրն այս տարի առաջին անգամ է մասնակցում պատանի պարողների Եվրատեսիլին, այն տեղի կունենա Լեհաստանի Գդանսկ քաղաքում հունիսի 14-ին։ Այսպիսով 11 պարողներ այսօր կպայքարեն պատանի պարողների հայաստանյան եզրափակիչ փուլում, որին կարող եք հետևել առաջին ալիքի ուղիղ եթերում ժամը 23-ին։ Ցտեսություն եւ հաճելի երեկո։